213 անձ ընդգրկված դաշինքի, Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում, 72 կին, 141 տղամարդ, կուսակցություններից յուրաքանչյուրը ուրեմն ներկայացված ցանկերը բաշխվածություն է հետևյալն են 70-143, 70-ը առաջ աչակենտրոն կուսակցությունն է, 143-ը Հայ-հեղափոխական դաշնակցությունը։ Ներկայացել ենք նաև ազգային փոքրամասնությունների վերաբերյալ 4 հոգու ցանկ, անուն, տվյալներ, ունենք եզդի ազգությամբ, թեկնածու որպես ազգային փոքրամասնությունների ռուս եւ ասորի։ Մի հարց, պարոն Ամինյանը, շատ երկու։ Նախ շատ հավակնոտ ցանկ է ու շատ մեծ, երևի ամենաշատը ձերն է։ Մեծ հույսեր ունեք, որպես մի 200 հոգով մինիմում անցնելու եք խորհրդարան, ու մեկ էլ Բաքոչյանը մասնաբաժին չունի այնտեղ, որովհետև դաշինքի առաջնորդը ինքն է, բայց փաստացի առաջ կուսակցությունն ու դաշնակցությունն են։ Այ ջան, հայաստանյան օրենսդրության համաձայն դաշինքներ ձևավորում են ոչ թե անձինք, այլ կուսակցությունները։ Եվ հետաբար բոլոր թեկնածուները պետք է ընդգրկված լինեն որևէ կուսակցության ցանկում։ Ռոբերտ Քոչյանը որ կուսակցություն։ Առաջ աչակենտրոն կուսակցության ցանկով է առաջադրված։ Ոչ, անկուսակցական է։ Չեմ հիշում հիմա։ Էլի դուք մեծամասնություն եք, կարող է որ անցնեք էլի դաշնակցության ֆրակցիա։ Տեսեք, ինչ վերաբերում է մեծ ցանկին, հա։ Նախ սա քաղաքական հայտ ներկայացնելու մեր հայրենակիցների, կուսակցական, ոչ կուսակցական, գաղափարակից ընկերների, համակիրների հայտն է, որ քաղաքականությամբ են ուզում զբաղվել եւ թեկնածու առաջադրվելը քաղաքականությամբ զբաղվելու ձևերից մեկն է։ Երկրորդ կարևոր հանգամանքը, իսկ մենք ընտրություններին ինչպես ենք մասնակցում, ինչ ակնկալիքով, իհարկե հաղթելու ակնկալիքով։ Եվ եթե Աստծո հաջողությամբ այդ հաղթանակն էլ լինի, բնականաբար ամբողջական իշխանությունը, անգամ նույնիսկ եթե կոալիցիոն ձևաչափով է հաղթանակը լինելու, հսկայական տեղաշարժեր կարող են լինել ցանկում։ Նախորդ անգամվա վստահությամբ եք գնում հաղթանակի, թե այս անգամ մի քիչ այլ վստահություն է ավելի ուժեղ։ Նախորդ անգամվա վստահությունը կամ այս անգամվա վստահությունը չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում այն համոզումով, որ ընկալելի կդառնանք մեր հայրենակիցներին եւ մեր հայրենակիցների մեծամասնությունը իրենց վստահությունը կտան մեզ։ Անգամ էլ չհաղթեք, օրինակ կմնաք էլի ընդդիմադիր ֆրակցիայում կաշխատեք պատգամավոր ձեր թիմակիցներից հետո չլինեք։ Դա այս անգամ գոնե մանդատները կդնեք։ Տեսեք, նախ առաջին հերթին դա ընտրություններից հետո է որոշվելու ինչ իրավիճակ է ստեղծում եւ որոշվելու է ոչ թե միանձնյա կամ ինչ-որ փոքր խմբով, այլ որոշվելու է քաղաքական ներկայացվածությամբ կուսակցությունների կողմից իրենց որոշումներին անպատասխան է, հետևաբար այս պահին նման հարցի անդրադառնալը համարում են ոչ միայն ժամանակավրեպ, ոչ տեղին, այլ նաև արդյունքներով պայմանավորված։ Անդրադառնալ ձեր ընտրողներին ասել, որովհետև այս 4-5 տարվա ընթացքում շատ քննարկվեց, թե ինչու ընդդիմությունը մանդատները չի դնում, ինչ արդյունավետություն է ցուցաբերում այնտեղ որպես ընդդիմություն։ Այ ջան, ես քեզ կարող եմ իմ անունից պատասխանել։ Ես իմ որոշումով ցուցակում հետին տեղի վրա եմ, հենց այդ պնդումով, որպեսզի նախ հանրությանը նաև ու մեր մյուս ընդդիմադիր գործընկերներին ասելու, որ տղեկ մանդատի կռիվ չի սա կամ իշխանությունը փոփոխում է եւ մենք վերադառնում ենք արժանապատիվ անվտանգ Հայաստանի հայեցակարգին, կամ այդ մանդատը ոչ մի բանի պետք չի գալու, եթե մնաց այս հարաբերակցությունը։ Երկրորդը, այո, ես նկատի ունեմ քաղաքական դաշտի, ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որոնք որ չեն կարողանում նաև իրար հետ լեզու գտնել այս կամ այն ձևաչափով մասնակցելու տեղերով պայմանավորված, հա։ Իդեպ շատ հետաքրքիր ձեր 29-րդ համարը կներեք, եթե դուք նախորդը այս ֆրակցիոն կարծեմ այս խորհրդանում 28 հոգի եք, չէ՞, ոնց որ թե Եղաբազյանի պատերատվիկ դարձել 27։ Հիմա հետաքրքիր եթե դուք 29 եք, մտածում եք որ նախորդից էլ քիչ եք ձայն հավաքել, որ նույնիսկ չի հասնելու։ Ոչ, հակառակը ուղիղ։ Մենք մտածում ենք որ ավելի շատ ենք հավաքել։ Բայց մեծամասնության հույս ունեք։ Այո, տեսեք, մենք մտադիր ենք որպեսզի անպագորգով չհնչի, հա,
ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ այդ մեծամասնություն եւ հասարակությունը այդ վստահությունը ներշնչում է մեզ։ Մեր շփումները, մեր այս ընթացքում գործունեությունը, մարդկանց հետ աշխատանքը, նրանց մտահոգությունները տալիս է այդ վստահությունը, որ այս ընտրություններով փոփոխվելու է իշխանություն։ Եվ ընդդիմադիր դաշտը, եւ մենք այդ մասով շատ անկեղծ ենք եղել եւ ենք, ու ասում ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է այս խնդիրը իր առաջ ունենալով գնա համագործակցության հետընտրական շրջափուլում։ Բոլոր այն ընդդիմադիրների, ովքեր որ մերժում են այս իշխանություններին, ես վարած քաղաքականությունը եւ ուզում են Հայաստանում բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կբերեն մեր երկրի արժանապատվության վերականգնում, մեր անվտանգության բարձրացում, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Ովքեր այդ ձեր նշած ընդդիմադիրները այդքան մեծ չի ցանկը որ չկարող նորոշենք ովքեր Աստված իրենց հետ։ Տեսեք, ես չեմ ուզում անդրադառնալ հիմա մեր ընդդիմադիր գործընկերների արտահայտած նույնիսկ առանձին դեպքերում անհաջող ձևակերպումներին։ Ես կարծում եմ մենք պետք է կենտրոնանանք մեր ժողովրդին, մեր հասարակությանը, մեր հայրենակիցներին, թե Հայաստանում, թե Սփյուռքում, ովքեր որ իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, կենտրոնացնելու այս իշխանություններին հեռացնելու օրակարգի շուրջ։ Անկամ նույնիսկ եթե կա քննադատություն, մենք կարող ենք հարգանքով մոտենալ այդ քննադատությանը, բայց որևէ ձևով չփակել համագործակցության ճանապարհը այս իշխանություններից ձերբազատվելու համար։ Եթե նախ մենք գնում ենք շատ մեծ ձայն հավաքելու, ստանալու համոզումով, ակնկալիքով, այո, եթե չի հաջողվում ստանալ դա, ապա նաև ընդդիմադիր դաշտի հետ այնպիսի լայն համագործակցություն, որը թույլ կտա այս իշխանություններին զրկելու վերարտադրվելու հնարավորություն։ Բայց պահանջելի հարգելի գործընկերներ մենք էլ հարցեր ունենք։ Պարոն Մինասյան, այո, գնաց։ Տեսակետ կա, որ ընդդիմադիր հայտնի երյակի Հայաստան դաշինքի Ծառուկյան դաշինքի ենթադրյալ։ Ինչի ենթադրյալ։ ԲՀԿ-ի Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Ուժեղ Հայաստան դաշինքի միասնական վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք ունեք ներքին պայմանավորվածություն, Ոչ։ որ եթե դուք երեք քաղաքական ուժերով անցնեք խորհրդարան, վարչապետի թեկնածու առաջադրվելու է Ռոբերտ Քոչարյանն է եւ նրանք Ոչ։ Ոչ, նման ոչ պայմանավորվածություն, ոչ քննարկում, ոչ զրույց չի եղել, ավելին ասեմ, նախագահ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ մասին խոսել է եւ տրամաբանական բացատրություն է տրվել։ Ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ աջակցելու են ընդդիմադիրները, առնվազն մենք մեր մասով աջակցելու ենք այդ թեկնածուին։ Ով կլինի առաջատարը ընդդիմադիրներից, նա էլ առաջին հերթին այդ իրավունքը կվաստակի։ Երկրորդը որևէ ակնկալիք, որևէ sense անձնական խիստ ձգտում, որ ամեն գնով չէ պետք է Հայաստան դաշինքից լինի վարչապետը, այդպիսի ցանկություն, ձգտում, մոտեցում, պնդում արված չի երբեք։ Եվ վերջապես երրորդ, հայտնի անձնավորությունը, երբ որ փորձում է թիրախավորել անցնելով անձնական նաև արժանապատվության սահմանները վիրավորելով, հա, բերելով 3 բևեռներին անունը դնելով ինչ երրագլուխ կուսակցություն եւ այլն, ինքը ունենալով մի գլուխ, այնքան հարավիրք է բերել մեր երկրին, որ ինչ երրագլուխ, ինչ 10 գլուխ, ինչ 100 գլուխ, որևէ մեկը չի կարող մրցել իր այս հարավիրքների հետ, բայց ես ուզում եմ հարգանքով մոտենալ նաև ընդդիմադիր մյուս հատվածի մարդկանց, մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին։ Ի վերջո տեսեք, կան նաև այլ ընդդիմադիր հատվածներ, որոնք նույնպես ակնկալում են հասարակությունից քվեներ։ Այո, առաջատարները գուցե մենք մեր
ձեր կողմից թվարկված 3 քաղաքական ուժերն են, բայց էլի ընդդիմադիր կուսակցություններ կան եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորին, բոլոր ընդդիմադիրներին, ի վերջո մենք նորից եմ կրկնում, մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի այս իշխանության վերարտադրությունը իսպառ բացառվի։ Ղուբեկանում Ռոբերտ Քոչյանի հայտարարությունների եւ հարցազրույցներին Պամինասյան մենք Ռոբերտ Քոչյանը օրինակ շատ բաց տեքստով ոդկասթներից մեկի ժամանակ ասաց, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձառություն ունի եւ ակտիվից որ այո, իսկ դուք այլ բան եք գնահատական ունեք։ Ես լրագրող եմ, այս դեպքում կարծիք Չէ, եթե դուք վկայակոչում եք։ Շարունակելով հարցը, պարոն Մինասյան, ակտարկից որ միակ կարող վարչապետի թեկնածուն ինքն է ակնկալելով, որ հենց իրեն պիտի ընտրեն եւ մի կարգախոսը չէ, շրջանառվում է ձեր կողմից, հունիսի 7-ին ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձի, փորձարարության եւ փորձանքի միջեւ։ Հիմա Ռոբերտ Քոչյանը երեքից որ մեկն է փորձն է, փորձանքն է, փորձարարությունն է։ Դուք ասեք որն է, որ ես կարողանամ։ Ես էլի ձեռնպատ կմնամ։ Դուք ձեռնպատ չեք հիմա դուք ձեռնպատ չեք, որովհետև եթե դուք ձեռնպատ չլինեիք, եթե դուք կողմ չլինեիք, դուք կարող եմ իշտին ներքև։ Չէ, ես կբարձրանամ։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, հա, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաեւ դաշինքի առաջնորդի վարչապետ, եթե քվեարկեք, օրինակ Արման Թադևյանի օգտին, օրինակ տեսեք, ես քիչ առաջ ասեցի, չէ՞, ինչն է սկզբունքը։ Առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը։ Ստանալու է, որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել։ Ասել եթե մենք եղանք առաջատարը, ակնհայտ է, որ իմ թեկնածությունն է լինելու։ Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ։ Կախված է նաև մեր մյուս գործընկերների վարկագծից։ Այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից, իշխանական, այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, հա, որ ընդդիմադիր դաշտը, իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող ենք, մի խոսքով, միասին կարող ենք։ Միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները, երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։ Փաշինյանը Այսինքն նաև նախին բարի գործածությունը, որովհետև 15 թվականից հետո բառը նոր իմաստ ստացավ որոշ հասարակության որոշականի եւ հիմնականում բարձրացության։ Այս ընտրություններով եք բարի իմաստը հետ փոխելու հույսեր ունեք։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախկին կա։ Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուքիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ։ Չէ, Հովիկ Գրիգորյանը նախկին, հա։ Թեկնածու է դրա համար։ Պարոն Գրիգորյան, դրա համար ես հատուկ բան արեցի, ներողություն խնդրում։ Ուզում եմ ասել, այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ կոմպանիայի, հա, գնահատականները, ածականներ կպցնելը եւ շարունակաբար այդ վարկագիծը անընդհատ տանելը մի նպատակ ունի։ Ամեն գնով վերարտադրվի։ Ասենք, տեսեք, մի օրինակ էլ բերեմ, վատ օրինակ է, բայց պիտի բերեմ, հա։ Անընդհատ հիշեցնում են լուսահոգի մեր ընկերոջ Պողոս Պողոսյանի մահվան դեպքը։ Երբ որ դու հիշեցնում ես, ասում ես, բայց դա
դժբախտությունը եւ չպետք է այդ դժբախտության վրա մարդիկ դիվիդենտներ շահեն, չէ։ Երբ որ ասում ես, բա հղի կնոջ վրա երթը, միանգամից պատտում ասում են, դա դժբախտություն է, դժբախտ դեպք եղել, ինչի եք եւ նույն Նիկոլ Փաշինյանը ո՞նց է բացատրում այդ երևույթը։ Ասում է, խո ես բան չեմ, վարորդը չեմ, անվտանգության աշխատողը չեմ, իր մեքենան է, էլի, հա, իր անվտանգություն ապահովող մեքենան եւ այսպես շարունակ։ Այս մարդը ունակ է, ընդունակ է եւ անընդհատ ու ամեն վարքյան փորձում է պիտակավորել։ Նա արդար մրցակցության կողմնակից չի եղել երբեք։ Խառնակցությունը իր էությունն է եւ այս ընտրություններում էլ է խառնակցությամբ զբաղված։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, նաեւ ձեզ, իր ամեն մի գործողության մեջ տեսնել, բացահայտել, վերհանել խառնակցության տարրական էլեմենտը։ Նույնիսկ հիմա, երբ որ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա։ Թիմը ամբիոնից ասում են, որ Հայաստան դաշինքը այլևս հաջորդ խորհրդարանում չի լինելու։ Վերջերս հայտարարեց։ Հա, ասում են, թող ասեն, ինչ ասեն։ Այդ իրանց ցանկությունն է, երազանքն է։ Ես էլ ասել եմ, հաջորդ խորհրդարանում շատ իմ մեծ ցանկությունն ու վստահությունն է, որ ազգային ժողովի ամբիոնում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներից մարդ նստած չի լինելու։ Առնվազն գոնե նախագահող։ Իրենք էլ վստահ են, որ իրենք են անցնելու։ Հա, իրենք վստահ նաև որ խաղաղություն են բերել, երբ որ Ստեփանակերտի ամենամեծ եկեղեցին ավիրում են օրը ցերեկով, երբ որ ամեն օր ամենասու օր հայ ժողովրդի արժանապատվությունն է ոտնահարվում։ Սա խաղաղությունն է իրենց համար։ Պարոն Մինասյան, բարձր ամբիոնից բացի նաև ցածր ամբիոներ։ Ոչ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված հասարակական քաղաքական ակտիվիստներ են հորդորում ձեզ Ռոբերտ Քոչարյանին իմաստավորի դուրս գալ ընտրապայքարից, որովհետև դուք հոշիացնում եք ընդդիմադիր դաշտի ձայները։ Ես չեմ ուզենա անդրադառնալ, նոր քիչ առաջ ես ասեցի, նաև շատ հարցեր կան, որոնք որ այս փուլում համարում են ոչ միայն ոչ ճիշտ անդրադառնալ այդ հարցերին, այլ նաև անգամ սխալ պնդումներին չպետք է պատասխանենք ագրեսիվ կամ այլ դրսևորումով, որպեսզի չվնասենք մեր այս կարևոր ընթացքը։ Եվ ես չեմ ուզում անդրադառնալ այդ պնդումներին, այդ հայտարարություններին, այդ մոտեցումներին։ 5 տարի Հայաստան դաշինքը գործել է։ Դաշնակցությունը մեր գործընկերների հետ միասին, երկրորդ նախագահի քաղաքական թիմի հետ միասին մենք գործել ենք։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության, երրորդ հանրապետության պատմության մեջ դաշինքը շարունակում է գործել։ Դուք կարող եք հիշել որևէ երկրորդ դեպք, չկա փլուզված դաշինք։ Չկա։ Հակոբյանի վերածնող Հայաստանի Դաշինքը բայց չփլուզվեց, չէ։ Բայց դաշինքը ձևավորվել էր երկու Բայց քաղաքական դաշինքը Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Այո, բայց դաշինքը դաշնակցական, այո։ Տեսեք, մի վարքյան, այդտենց արագ ասելով չի։ Եթե Հայաստան դաշինքը շարունակում է գործել, այդ նշանակում է ինչ որ արժեքներ կան, չէ, որ ոչ միայն դե ֆակտո էլ է գործում, խորհրդարանում ով է խոսում։ Տեսեք, խորհրդարանում ես խոսում եմ Հայաստան դաշինքի մասին։ Այսինքն անձինք կարող են փոփոխության ենթարկվել, խորհրդարանում էլ падգամավորների մի մասը մանդատները դրել է, դուրս է եկել, փոխարինվել է, բայց Հայաստան դաշինքը մնացել է եւ մնում է քաղաքական օրակարգի կարևոր քաղաքական ուժերից մեկը։ Տեսեք, ես բան չեմ, տենց ինքնասիրահարված որ ասեմ ամենահիմնական, ամենագլխավորը, թեև կարող էի դա ասել, որովհետև ամենամեծ ընդդիմադիր քաղաքական միավորն է խորհրդարանական ուժը, ավելին դաշնակցությունն էլ իր պատգամավորական ցանկով ըստ էության ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է, բայց ես այդ էլ անգամ չեմ առաջին պլան բերում, որովհետև մեր գլխավոր խնդիրը ոչ թե ամեն գնով առաջինը լինելն է, այլ ամեն գնով ձեռքբազատվելն է այս իշխանություններից։ Հիմա ես հուսամ մեր ժողովրդի վստահությունը, որ իշխանությունը պետք է փոփոխվի, չարժանանա իշխանության հերթական ապօրինի վարքագծի, որովհետև ես զգում եմ, տեսնում եմ, նշույլներ եմ արդեն, ոչ միայն նշույլներ, ակնհայտ օրինակներ կա, երբ որ անցնում են արդեն
ոչ միայն սահմանադրական կարգավորումների սահմանները, բարոյականության նորմերն էլ են անցնում։ Սա ժողովրդավարական ընտրություններին բնորոշ բան չի։ Պարոն Մինասյան, դուք Ջայրով երթին մասնակցելու եք։ Որ թողեք հասնեմ հլկիս հատ գործեր կա եւ անպայման Պարոն կմասնակցեմ։ Մինասյան, մի հարց է սահմանադրության Ներեք էլի այս թեմայով մի հարց ունեմ։ Դանիել Իոնիսյանը գրել է, որ դա եւս հանդիսանում է հայ-աղափական դաշնակցության միջոցառումը եւ դրա ֆինանսավորումը պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Նա ինչ ֆինանսավորման է տեղի ունենալու։ Ինչ ֆինանսավորում։ Նկատի ունեն ջահերը։ Ջահերը մեր մոտ անցյալ տարիներից ձեռք բերվածը կա, դրա վերաբերյալ հայտարարագիր ենք մենք ներկայացել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բացատրություն ենք տվել։ Երկրորդը դրոշները նախկինում ձեռք բերված շարունակում են մնալ, այդ թվում նաև Արցախի դրոշը։ Էլ ինչ կա այնտեղ։ Ուրիշ ինձ թվում է, բեմահարտակ կամ այլ պարագաներ, դա կարող են լինել նաև, քանի որ ջայերով երթը հանրային միջոցառում է, այն դադարել է լինելու բացառապես դաշնակցության միջոցառումը, հա, հանրային միջոցառում է, ազգային մակարդակով բարձրացված միջոցառում է, եւ կարող են լինել նաև անհատներ, անձինք, կազմակերպություններ, ովքեր իրենք էլ են մասնակցում, իրենց նախաձեռնությամբ, իրենց ծախսերով, ասենք ենթադրենք մեկը բերել է մեքենայով դրոշներ եւ բաժանում է մարդկանց։ Դա ո՞նց կարող է վերագրվել դաշնակցությանը, հա։ Կամավոր գործողություն է, որ կատարել է։ Հետևաբար պարոն Իոնիսյանին ուզում եմ տեղեկացնել, որ շնորհակալություն իհարկե հիշեցման համար, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն իսկ մեր հաշվետվություններում նախորդ տարիների ներկայացրել ենք ջայերով երթի այն հատվածը, որը որ կազմակերպական ֆինանսավորման առումով հայ-աղափական դաշնակցություն կուսակցությունն է իրականացրել։ Մնացած մասով կարծում եմ հետագայում ավելի, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունենա հարցեր, մեծ սիրով կպատասխանենք։ Մի հարց էլ պարոն Մինասյան, ձեզ որպես իրավաբանի եմ հարցնում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է, եթե մենք անցնենք խորհրդարան եւ սահմանադրական մեծամասնություն ձևավորենք, մենք կփոխենք սահմանադրության համապատասխան դրույթը, կվերացնենք արգելքը, որը խոչընդոտում է, որ այս պահին Սամվել Կարապետյանը դառնա պատգամավորի թեկնածու, հետո դառնա նաև վարչապետ եւ այդ խութը արգելքը վերացնելուց հետո Սամվել Կարապետյանին կդարձնենք Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Որպես իրավաբան դուք կողմեք սահմանադրական կարգը տապալելով Ներողություն, բայց ինչ սահմանադրական կարգի տապալման մասն է խոսքը գնի, տեսեք։ Ինչ են ասել մարդիկ ըստ ձեր ձևակերպումով, ասում են, եթե իրենք ունենան սահմանադրական մեծամասնություն, ենթադրվում է, որ սահմանադրության այդ հոդվածի փոփոխությունը պահանջում է 2/3, այսինքն 66%-ից ավելի ձայն, իրենք իրավունք են ստանում կատարել սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն, որը ոչ թե հանրաքվեի, այլ ազգային ժողովի իրավասության հարց է։ Այստեղ սահմանադրական կարգի տապալման մասին չի կարող խոսք գնել։ Երկրորդը, Հայաստանի վարչապետ դառնալու համար բացարձակ անհրաժեշտ չէ լինել պատգամավոր ըստ սահմանադրության։ Բավական է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդ որում գործող սահմանադրությամբ միայն Հայաստանի քաղաքացի եւ ազգային ժողովում ունենալ մեծամասնություն անձինք, ովքեր կքվեարկեն։ Հիմա տեսեք, նորմը, որի մասին ասվում է, վերաբերում է կառավարության անդամներին ներկայացվող սահմանափակումներին։ Խոսքը չի գնում պատգամավորների մասին։ Խոսքը գնում է կառավարության անդամների սահմանափակումների մասին։ Սահմանադրական այդ նորմը փոփոխման է ենթակա ոչ թե հանրաքվեով, որովհետև պատգամավորների հարցը հանրաքվեով է։ Իսկ կառավարության անդամների ներկայացվող պահանջները կարող է փոփոխվել առանց հանրաքվեի։ Բայց առաջ չընկնենք։ Բայց ես գնահատում եմ իրենց անկեղծությունը, ճիշտն ասած։ Ավելի լավ չի անկեղծորեն ասել, թե իրենք ինչ են ուզում, քան թե ուղիղ գլխի վրա հակառակ հայտարարություններ անել, ինչպես Նիկոլ Փաշինյանը, գա եւ անել ուղիղ հակառակ բաներ։ Ես բարձր եմ գնահատում բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների խոսքը, որոնք հրապարակային բաց տեքստով իրենց մտադրությունների մասին ասում են։ Այսինքն սահմանադրությունը մեկ անձի հակով, այսպես ասած, պերեդելկա անելու ուժեղ Հայաստանի մտադրությանը կողմեք։ Ես չեմ համարում դա մեկ անձի վրայով պերեդելկա, ինչպես դուք գրեցիք, անելու,
Ավելին ասեմ, եթե ես չեմ սխալվում, նույն Նիկոլ Փաշինյանը ինքն էր հայտարարում, որ այդ սահմանափակումը պետք է վերացնել։ Ես ուզում եմ հիշեցնել իր պարլամենտում ունեցած ելույթներից մեկի ժամանակ ինքը ուղիղ տեքստով էր դա ասում։ Ու եթե չեմ սխալվում, 148 հոդվածն էր սահմանադրության, որ անհրաժեշտ է անիմաստ սահմանափակումը, անտրամաբանական սահմանափակումը վերացնել, որպեսզի հնարավորություն տրվի նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերին ներգրավվելու Հայաստանի կառավարման գործում։ Այդ ինչ եղավ, որ ինքը միտքը փոխեց։ Կարող է այդ իշխանական աթոռը այնքան փափուկ էր, որպեսզի որ իրան ուղակի տվեց հնարավորություն, ասես չէ, ինձնից բացի ուրիշ ոչ ոք չնստես աթոռն։ Իմ էլ հրապարակային դրա մասին ասում եմ կամ ես եմ լինելու վարչապետ կամ Հայաստան չի լինելու։ 15 թվականին, երբ որ ընդունվեց սահմանադրությունը, եթե չեմ սխալվում, դուք պատգամավոր եք, թե նախարար։ Ես 15 թվականին պատգամավոր եմ եղել, ես կողմ եմ արտահայտվել այդ սահմանադրությանը, առանձին վերապահումներ ունեցել եմ սահմանադրական մեխանիզմների անկատարության մասին, այդ թվում նաև գործադիր իշխանության զսպելու ինստիտուցիոնալ համակարգի մասին, ինչը ցավոք սրտի հիմա առարկայական է դարձել եւ իմ վատ կանխատեսումներ այն ժամանակվա իրականություն է այսօր դարձել։ Այսօր գործադիր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դարձել է սահմանադրությունը օրնիբուն ոտնահարող ու դրա համար որևէ պատասխանատվության չենթարկվող անձ։ Ըստ էության իմպերատոր, թագավոր, ես չգիտեմ էլ ինչ։ Դրա համար էլ մարդն իրան Հիսուսի տեղել է դնում, հիմա արդեն կանցնի Աստծո տեղն էլ դնելու։ Պարոն Մինասյան, մի հարց էլ է, դամ շատ այսպես կարծիքներ կան, տարբեր հարթակներում են գտնում, որ եթե օրինակ ամփոփ ենք, հա։ Այո, ձեր քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն, եթե օրինակ լիներ Աննա Գրիգորյանը, ավելի մեծ վստահության կարժանանայի քննարկվել է այդ տարբերակը, թե միայն Ռոբերտ Քոչարյան եւ վերջ։ Չէ, այդպիսի տարբերակներ չի քննարկվել, ով միայն կամ եւ այլն։ Իդեպ ասեմ, Հայաստան դաշինքի մեջ բազմաթիվ վարչապետ թեկնածուներ կա։ Մենք ինչ ենք երկրորդ նախագահի որպես վարչապետի թեկնածու նաև վստահ, որ ինքը կհաջողի։ Թե իր անցած ճանապարհը, իր փորձառությունը, թե միջազգային ասպարեզում իր հեղինակությունը, այս բոլորը հնարավորություն են տալիս, այսօր եթե կա այդ հնարավորությունը, ինչու հայ ժողովուրդը այդ հնարավորությունից չօգտվի։ Բայց այդ փորձառությունը այս 5 տարվա մեջ ձեռք բերեց, Ոչ, ով ասում։ չէ՞ մասնակցում։ Հա, բայց 21-ին էլ էր վարչապետ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ վարչապետն։ Հա չդարձավ, որովհետև այդքան վստահության քվե ժողովուրդը չտվեց մեզ։ Ուզում եմ ասեմ հիմա կտա, հիմա որ Այն հույսով, որ վճռական ենք տրամադրված եւ հավատում ենք, որ մեր այսքան գործունեությունը նաեւ ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Իսկ Լևոն Բայաջան, Դա հանրությունը զգացել է ու նախորդի հիմա ավելի վճռական։ դուք հանրության մի մասն եք։ Եթե դուք ասեք զգացել եք թե չէ, ես ձեր տված հարցի շրջանակներում։ Տեսեք, վճռական տրամադրված լինելը եւ քաղաքական process-ներ գեներացնել եւ քաղաքական Բայաջան, խոսակցությունը սկսավ Ռոբերտ Քոչարյանի վարչապետի թեկնածու համոզված կողմնակիցների վճռականությունից, չէ՞։ Հիմա դուք ֆրսնում եք նորից հարցը, բերում եք ասում եք ինչ հարց։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես համոզված եմ, որ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում երկիրը շտկելու է իր մեջքը։ Մենք դուրս ենք գալիս այս պարտադրված զիջողական վիճակից։ իսկ պոտենցիալ վարչապետությունների մեջ Լևոն Քոչարյանը կա։ Ոչ։ Ինչու՞։ Ասում եք, կա, ասում եմ ոչ։ Ինչու արժանիքներ։ Չէ, ես չասեցի բոլորն էլ։ Եվ ավելի Ներողություն։ պատգամավոր է, ակտիվ։ Չէ, քանի որ ես հասկանում եմ ձեր Հարկադրումների անունով։ Ես քանի որ ես հասկանում եմ ձեր հարցադրման ուղղվածությունը, տողատակը եւ ներողությունս բարձ հանգարց չվիրավորեք նենգավորության խորությունը, ես միանգամից ուզում եմ արձանագրել ոչ, չկա, Ինչու այդպես կտրուկ հատու։ որովհետեւ ասեցի որովհետեւ ձեր հարցադրման, որովհետեւ պատգամավոր այ հենց այստեղ հենց այդ փորձառությունն է միանգամից, որպեսզի կտրեմ թելը հետագա ենթադրություններից։ Իսկ ինչ վերաբերում է ապագայում, գիտեք, մարդիկ քաղաքական գործունեության մեջ ձեռք են բերում հմտություններ, ձեռք են բերում փորձառություն, ձեռք են բերում տարբեր որակներ, որոնք թույլ է տալիս մարդուն հավակնելու։ Նաև մի նշություն էլ կա։ Այնպես չի, որ վարչապետի թեկնածուն
ասում ես ու լինում է, հա, մարդինք են դի ցանկանա։ Եթե այդ մարդն ասում է, չէ, ես չեմ ցանկանում այդպիսի հարց Բայց լինի։ ո՞նց է որ 10-րդ։ Ինձ էլ հարցրեք, ես 29-րդ տեղում։ Ինձ էլ որ հարց ընտրություն կատարեի ձեր եւ Լևոն Քոչարյանի վարչապետի տեխնացուների միջև միանշանակ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, ավելի լավ է ընտրություն կատարեք Հայաստան դաշինքի եւ Նիկոլ Փաշինյանի միջև եւ ընտրեք Հայաստան դաշինք։ Եթե ձեր ցուցակը բաղկացած լիներ բացառապես հայ հեղափոխական դաշնակցություն, այսինքն դուք առանձին մասնակցեիք ընտրություններին, գուցե մտածեի 136-ամյա կուսակցությանը ձայն տալու մասին։ Ընդունեք այդպես։ Ինչ վերաբերում է ես նորից ասացի 29-րդ տեղը իմ որոշումն է եւ բացատրեցի ինչու, որովհետեւ ի վերջո ես այս որակի պարլամենտը սազական չէ մեր երկրին, մեր ազգին, մեր ժողովրդին։ Ես չէի ուզենա երկրորդ անգամ այս որակի խորհրդարանում լինել։ Եվ Աստված տա, որ չլինի այդ որակի։ Նորմալ որակով լինի, որտեղ ԿՊ-ն չեմ ասում չանցնի, որտեղ այդ գծի մեջ չեմ ես էլի, բայց չլինի իշխանություն, որակ փոխվի, հասարակությունը ի վերջո որակյալ հատված տեսնի։